Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, ինչպես ամեն ուրբաթ այսօր եւս մենք խոսելու ենք միայն եւ բացառապես մշակույթից եւ այսօր ինձ զրուցակիցն է ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Բաբայան, մի քիչ տարօրինակ թեմա ենք ընտրել, այսպես չպայմանավորվելով կամ մասամբ պայմանավորվելով, ինչպես սպանել մշակույթը կամ որ հանկարծ դա որպես հանցագործության կոչ չհնչի, ինչպես չսպանել մշակույթը, հիմա տեսեք։ Որպես թեզ բերեմ երկու տարբերակ, եկեք դրանով սկսենք։ Մշակույթը կարելի է դնել շատ բարձր պատվանդանի վրա, այնպես որ նայելու համար պիտի վիզը ծռես, անընդհատ վերև նայես, բայց դա ըստ էության ինչի է հանգեցնում, որ այդ բարձր պատվանդանի դրած մշակույթը սկսում է իր սեփական կյանքով ապրել, դու այստեղ ներքևում քո սեփական կյանքով ապրել, մշակույթը դադարում է քեզնից էներգիա ստանալ եւ այնտեղ մահանում։ Կա երկրորդ տարբերակը, հիշենք մեր եկեղեցաշինությունը, որ որոշ եկեղեցիներում դուռը այնքան ցածր է սարքած, որ ուզես չուզես պիտի խոնարհվելով մտնես, որ այսինքն ստացվում է որ խորանի առաջ ու այստեղ խորանը պայմանական վերցնենք ու ասենք մշակույթն է, պիտի խոնարհվես որ հայտնվես այդ տարածքում ու կապ չունի դու հավատացյալ ես, ագնոստիկ ես, չգիտեմ, հեթանոս ես, ով ուզում ես եղի, պիտի դա անես, եթե իհարկե շատ կարճահասակ մարդ չես, էլի, եթե իմաստով իրենց պես բացառությունները հանենք։ Եվ այդտեղ արդեն դու խոնարհվելով մտար այդ տարածք եւ եթե մի քիչ կրթված ես, ինտելեկտ ունես, հասկանալի է որ եկեղեցում էլի եմ ասում անկախ ամեն ինչից քեզ պավելու ինչ որ ձևում է դա մշակույթի մասին է այս դեպքում։ Հիմա ըստ ձեզ որ տարբերակը պիտի լինի մեր դեպքում 21-րդ դար։ Նակալություն։ Հետաքրքիր հարց եք տալիս։ Նախ կուզենայի տարբերակել երկու հասկացողություն, մշակույթ եւ արվեստ։ Հաճախակի խառնում են իրար հետ, բայց իրականում դա իհարկե այդպես չի, որտեղ մշակույթը վերաբերում է ամեն ինչին։ Եվ եկեղեցում պահվածքին, եւ հիգիենային, եւ խոսքին, եւ ինչպես ենք մենք սնվում, ինչպես ենք մենք ապրում, ինչպես ենք մենք խոսում, ամեն ինչին։ Կան անկախ ամեն ինչից կան որոշակի օրենքներ։ Դուք բերեցիք օրինակ եկեղեցին եւ կարծում լավ օրինակ է, որ եկեղեցի մտնողը անկախ նրանից թե նա հավատացյալ է, հավատացյալ չի կամ ինչ հավատքին է, պատկանում կամ միգուցե ագնոստիկ է, պետք է պահպանի որոշակի կանոններ, որտեղ մշակույթը դա առաջին հերթին կանոններն են։ Քաղաքը եկեղեցու պես բան է, քաղաքում ապրողը պետք է պահպանի որոշակի կանոններ, բնությունը եւս, բնություն հետ շփվողը պետք է պահպանի որոշակի կանոններ, որոնք են այդ կանոնները։ Չփչացնել, չխախտել, չավիրել, որտեվ պահպանելուց առաջ շատ հետաքրքիր օրինակ գուցե ձեզ բերեմ, այս տարի ապրիլ ամսին ես շատ կարճ ժամանակով 3-4 օրով գնացել էի Նորվեգիա։ Ես շատ երկրներում եմ եղել եւ տեսել եմ շատ զարգացած երկրներ, որոնք լուրջ զբաղվում են բնապահպանական խնդիրներով։ Նորվեգիայում ես տեսա, որ իրենք նման խնդիրներով չեն զբաղվում։ Իրենք այդպես ապրում են։ Իրենք ապրում են բնության հետ հարմոնիկ, իրենք հասկանում են, որ այս աշխարհը իրականում դրախտ է եւ դժոխք դարձնում ենք մենք, երբ որ չենք պահպանում այս աշխարհը այն ձևի մեջ, այն մշակույթի մեջ, եթե կարելի ասել, որ մեզ տրված է վերուստ։ Գումարած նաեւ ընկալումը կա, որ ընդհանուր առմամբ պետք մենք ենք բնությանը հյուր եկել, բնությունը չի մեզ հյուր եկել։ Իսկ մեզ պիտի մեզ հյուրի պես պահենք։ Ավելին ասեմ, միգուցե այդքան էլ չհամաձայնվեմ ձեր հետ, մենք այդ բնության մի մասն ենք կարևոր։ Սա մեր տունն է։ Բնությունը այդ հայրական տունն է։ Դա մեր տունն է, այո։ Մենք մեր հայրական տանը մեզ շատ բաներ թույլ չենք տալիս։ Գիտեք, ասենց ասեմ, երբ մենք սկսում ենք մեր տունը որոշակի տարածքով սահմանափակել, այդ տարածքը սկսում է նեղանալ։ Երբ մենք հասկանում ենք, որ այս երկնագունդը մեր տունն է, մենք
համահավասար վերաբերում ենք երկնագնդի ուզած վայրին։ Երբ մենք ասում ենք, չէ, երկնագունդը մեր տունը չի, մեր տունը ասենք թե Եվրոպան է, կամ մեր տունը Ասիան է, կամ մեր տունը Կովկասն է, կամ Հայաստանն է, կամ Երևանը։ Մենք նեղացնում ենք ու վերջ-վերջը սահմանափակվում ենք բնակարան հասկացողությամբ։ Սա մեր տունն է, եթե մեր բնակարանը մաքուր է, մեր մուտքը պետք է մաքուր լինի, մեր փողոցը պետք է մաքուր լինի, մեր քաղաք, երկիրը եւ ի վերջո երկնագունդը։ Կարծում եմ այս հասկացողությունը, որ մշակույթը դա որոշակի կանոններ պահպանելն է։ Եվ ցավոք սրտի հաճախակի մենք տեսնում ենք ինչպես են արհամարվում կանոնները մի ոլորտում եւ փորձում են պահպանել մյուս ոլորտում, բայց այդպես չի լինում։ Չի կարող մարդը պահպանի, ասենք մարմնի հիգիենա, բայց լեզվի հիգիենայից լինի կեղտոտ, հակամշակութային։ Նա արդեն հակամշակութային երևույթ է։ Կամ դու ամբողջովին մշակութային ես, կամ հակամշակութային ես։ Դա իհարկե մեծ նշանակություն ունի եւ դաստիարակությունը եւ կրթությունը։ Չեմ կարծում, որ որևէ մեկ ի ծնե գիտի այդ բոլոր կանոնները, ինչպես պետք է պահպանել։ Բայց այստեղ շատ մի կարևոր բան կա։ Եթե մենք ուզում ենք այս երկնագնդի վրա ապրել եւ ապրել նորմալ կյանքով, մենք պետք է որոշակի կանոններով ապրենք իրար հետ, կարողանալով իրար հետ համագործակցել, իրար հետ շփվել։ Ես չեմ հիշում, կարծեմ տրում են ներասել, եթե մենք չենք ուզում մեռնել իրար հետ կռվելով, մենք պետք է սովորենք ապրել իրար հետ խաղաղ բանակցելով։ Սա շատ կարևոր է։ Իմ երջանկությունը կապված է քո երջանկությունից։ Իմ անվտանգ կյանքը կապված է քո անվտանգ կյանքից։ Այդ միտքը իմիջալու զարգացնելով, ոչ թե զարգացնելով, այլ լրացնելով չեմ հիշում, ես չեմ հիշում, թե ով էր ասել, որ էական չի, թե ինչի համար ես ուզում մեռնել, կարևորն այն է, ինչի համար ես ուզում ապրել։ Միանշանակ։ Ես բերեմ մի փոքր օրինակ։ Ժամանակին ես Պաշտպանության նախարարության հասարակական խորհրդի անդամ էի եւ մենք հաճախակի ենք մեկնում զորամասեր, այդ թվում եւ Ղարաբաղի զորամասեր եւ տարեկան 3-4 անգամ գնում ենք հանդիպում էինք ունենում զինվորների հետ 16 թիվ ապրիլյան պատերազմից հետո։ Մեկնել ենք եւ ես պետք է դասախոսություն կարդայի Մարտակերտի զորամասում։ Մարտակերտի զորամաս այն զորամասն էր, որի ադրբեջանցիների հիմնական հարվածը այդ զորամասի վրա է։ Այո, եւ ընդհանրապես, հա, եւ ուրեմն ենթադրում եմ, որ որտես էլ այդ դասախոսությունները։ Հա, եւ շատ հետաքրքիր բան էր, որտեվ տղաները իսկապես կարողացան պահպանել դիրքերը, սեփական կյանքի գնով նաեւ շատերը։ Եվ ուրեմն միջ այդ հանդիպումը շփվում էի զինվորների հետ եւ լսում էի այսա ծառայությունս ավարտեմ, գնամ Ռազան, քերս այնտեղ փուրունի աշխատեմ, մեկ ասում գնամ Նավասիբիրսկ, այնտեղ հոր եղբայրս ասֆալտի գործով զբաղվում եւ այլն, շատ շատերը։ Հետո հանդիպման ժամանակ ասացի տղաներ, ես տեղյակ եմ, թե ինչ հերոսություն եք դուք ուրեմն դրսևորել այդ ապրիլյան պատերազմի ժամանակ, բայց հետաքրքիր մի բան կա։ Դուք պատրաստ եք մեռնել հայրենիքի համար, բայց պատրաստ չեք ապրել հայրենիքի համար։ Սա շատ կարևոր է, որտեվ ամեն ինչ իմաստավորվում է կյանքով, եթե կա կյանք։ Եթե կյանք չկա, ոչ մի բան իմաստ չունի։ Ոչ հողը, ոչ պետությունը, ոչ ընտանիքը, կյանքն է, որ այդ ամեն ինչին տալիս է իմաստ։ Չգիտեմ, ինչքանով մոտավորապես ես հասկանում եմ միտքը, այսինքն այդ ամենը ինչի մասին որ մենք խոսում ենք, այսինքն նույն հայրենիքը, պետությունը եւ այլն, իրենք պիտի կոչված լինեն ծառայելու կյանքերին։ Իմաստավորվեն դրանով։ Միանշանակ։ Այսինքն միակողմանի այդ սերը չպիտի լինի էլ։ Հա։ Հայրենիքն էլ պիտի սիրի մեզ։ Հայրենիքը զոհ է պահանջում, ոչ։ Դա այդքան էլ լավ հայրենիք չի։ Եթե դա քեզնից զոհ է պահանջում։ Լավ հայրենիքը նա է, որ քեզնից
քեզ կյանք է տալիս եւ քո կյանքը պաշտպանում է։ Եվ երբ որ դու զգում ես, որ քո կյանքը պաշտպանված է, դու կարողանում ես նաեւ անհրաժեշտության դեպքում զոհաբերես նաեւ քո կյանքը հանուն ուրիշների կյանքի։ Տեսեք, մենք շատ լուրջ, լավ, բարձր վեհ բաների մասին ենք խոսում, բայց մի քիչ մասնավորեցնեմ, եթե թույլ տաք, էլի։ Մի քանի օր առաջ այնպես ստացվեց, որ Սևան գնացի եկա, այն ինչ որ կատարվում էր Սևանի մայրուղում, այն ինչ որ կատարվում էր Սևանի ափերին, համակեցության նորմերի իսպառ բացակայություն, այսինքն այդ մշակույթը իրար հարգելու եւ սիրելու մեր պատմության ընթացքում ինչ որ միտեղ, ինչ որ մեկը ասեղով քաշել հանել է մեր մեջից, մենք ուղղակի չենք սիրում իրար, քիչ կոշտ է մեկի չնշում միգուցե, բայց դա այդպես է։ Երևանում էլ կարելի է այդ ամեն ինչը տեսնել, նկատել, շոշափել եւ այլն։ Մենք արտակոս բարեհամբույր ենք ինչ որ դեպքերում, բայց մինչև մեր անձնական կոմֆորտ զոնային դա չի վերաբերում։ Իսկ մեր անձնական կոմֆորտ զոնան, ես չեմ ասում բոլորի դեպքում, ընդհանուրն եմ ասում, հա, այդպես մեծամասնությամբ։ Իմ կոմֆորտ զոնան, դու իմ տունն էլ է, իմ հայրենիքն էլ է, իմ ամեն ինչն էլ է։ Հերներդ կանեցեմ, եթե հանկարծ մտել եք այդտեղ, կամ եթե դուք հանկարծ ինձ խանգարել եք։ Լավ, այդ համեն ենք ասում, բայց իրականությունը այս մեկն է։ Կարծում որ ժողովուրդ հասկացողությունը միայն քերականորեն է եզակի թիվ, ժողովուրդը օգնակի թիվ է։ Եվ շատ բան ավելի հասկանալի է դառնում, երբ այդ օգնակի թվով ես մոտենում։ Մեր մեջ ամեն ինչ կա։ Ամեն ինչ կա։ Իրականում մենք շատ քիչ ենք գովազդում այն դրականը, որ մեր մեջ կա, եւ այն դրականը, որը թույլ է տալիս մեզ ապրել, շփվել։ Շատ լավ նկատեցիք, որ մենք շատ բարեհամբույր ենք առաջին հերթին ուրիշների հանդեպ իհարկե։ Մարդիկ զարմանում են, թե ինչ հյուրասեր ժողովուրդ են այլ։ Какие прекрасные вы армяне, մոտավորապես։ Բացի նրանից կոնկրետ նշում են։ Բայց այդ իրականության համապատասխանում է։ Եվ կոնկրետ նշում են, այո, չէ, կոնկրետ նշում են վերաբերմունք երեխաների հանդեպ, վերաբերմունք մեծերի հանդեպ, ցանկություն եւ պատրաստականություն գալ օգնության։ Այս ամեն ինչը կա եւ ամեն ինչը շատ վառ երևում է մեր հարաբերություններում եւ անպայման չէ որ դա ուրիշների հանդեպ։ Տարիներ առաջ մենք Գյումրիից վերադառնում էինք հյուրախաղերից եւ մեր մեքենան միկրոավտոբուսը ճանապարհին փչացավ։ Եվ ոնց ամեն մի երրորդ մեքենա կանգնում էր եւ խասում էր ինչով կարող ենք ձեզ օգնել։ Նույն իրավիճակում հայտնվել եմ ես Կապանի ճանապարհին մեքենայի հետ խնդիր կար, 10 մեքենայից 9 կանգնում էին։ Եվ սա նորմալ է։ Ինչն է ինձ թվում մեծ հաճախակի խանգարում։ Սխալ արժեքները։ Ավելի շուտ դրանք արդեն արժեքներ չեն, այն ինչ որ համարվում է արժեք։ Գոռոզությունը, չարությունը, լաչառությունը համարվում է ինքնասիրություն։ Կամ ասենք թե կոպտությունը պատվախնդրություն, գրեհկությունը տղամարդկություն։ Այդպես չի։ Տղամարդկությունը թույլին հարգելն է, թույլին պաշտպանելն է, այլ ոչ թե ճնշելն է։ Եվ ես հասկանում եմ, որ գուցե այդ երևույթների մեծ մասը գալիս է նրանից, որ իրականում մենք չենք բացատրում, թե որն է իրական արժեքը։ Երեխան գալիս է տուն, լաց լինելով, ծնողին ասում է, որ նեղացրել են, հայրը ասում է քարը վերցուր տա գլխին։ Այս քարը հետ է վերադառնալու բումերանգի պես։ Ես հիմա գուցե բերեմ մի փոքր օրինակ, թե ինչքանով չի համապատասխանում այն խոսքերը նրան ինչպես մենք ապրում ենք։ Մեքենա քշում եք երևի։ Հաճախակի տեսնում եք ինչպես են փողոց անցնում ծնողները, մայրը կամ հայրը փոքր երեխան ձեռքին անթույլատրելի տեղում։
Ես անթույլատրելի մի երկու արտահայտություն արել եմ, ընդ որում իրենց եմ արել, այնպես որ հա ծանոթ։ Ծնողներին եթե խոսեցնես, իրենք կարող են ժամերով խոսել իրենց սիրո մասին, իրենց երեխաների հանդեպ։ Հետո որ երեխան մի քիչ մեծանում ու մենակ է անցնում փողոցը, սովորած ու գնում է մեքենայի տակ, այդ ծնողը չի հասկանում, որ դա ինքն է պատճառը եղել։ Այն ինչպես բացատրել, որ սերը դա կանոններ պահպանելու մեջ է, այլ ոչ թե խոսքի մեջ է, ոչ թե կենացի մեջ է, ոչ թե թանկ շորեր հագցնելու մեջ է։ Ես կարծում եմ հասկացողությունների արժեքների, ասենց ասեմ, խմբագրական աշխատանքի կարիք կա, որպեսզի մենք ամեն ինչ իրական բերենք նրան ինչ կա։ Չի կարելի ասել ես սիրում եմ իմ Հայաստանը եւ կեղտոտել, աղտոտել բնությունը, չի կարելի այդպես անել։ Դու չես սիրում ու պետք է միանգամից ասվի։ Մենք հաճախակի մարդուն բնորոշում ենք ավելի շատ խոսքերով, քան գործով։ Հայրենասիրություն, մենք հայլափոխին լսում ենք հայրենասիրություն բառ։ Որն է հայրենասիրություն։ Ես կարծում եմ հայրենասիրությունը քո գործին լավ տիրապետելն է։ Որտեղ մենք ասում ենք, բա չգա մի ղեկավար կամ մի նախարար կամ մի որ ժողովրդին սիրի, եղբայր ջան, ինձ մասնագետ է պետք։ Դե մեր մոտ այդ իմաստով մի քիչ ծայրահեղ է, չէ՞, կամ ասում են, որ գա սիրի էս երկիրը եւ երբ է գալու այդ մարդը կամ այս Ստալինի նման մեկն է մեզ պետք, որ հատնի, որ դե էտել է գալիս, ճիպոտի տակ, էտել է գալիս ինֆորմացիայի պակասից։ Եվ կարծում եմ ի տարբերություն շատ եւ շատ երկրների, որոնք ապրեցին նույն դարաշրջանում եւ նույն, ասենք ասեմ, կարգավիճակում, ինչպես եւ մենք չզբաղվեցինք բացահայտումով, թե ինչ ահավոր երևույթ էր այդ համակարգը։ Այսինքն դրա պատճառով մենք մինչև այսօր չենք կարողանում ազատվենք մեր մեջ այդ ծավալած հոմո սովետիկուսից, այո, որտեվ չգիտեմ ով էր ժամանակին ասել, բայց հետ ճիշտ էր ասել, որ ավելի հեշտ է դուրս գալ սովետական միությունից, քան սովետական միությունը հանել քո մեջից։ Եվ ծնողները նաև այս նոստալգիկ թեզերով դաստիարակում են իրենց երեխաներին, մոռանալով, որ իրենց լավ հուշերը սովետական միության հետ կապված է պարզապես իրենց երիտասարդության հետ։ Հիմա եթե իմ դեպքում օրինակ այ պաղպաղակ այն ժամանակ ուրիշ համ ուներ, չէ, ես էի ուրիշ տարիքի։ Բայց հիմա եթե երիտասարդին որևէ ասեցի, դուք գիտեք, որ մինչև 66 թիվը սովետական միությունում զուգարանի թուք չկար։ Այս վերջերս Ռեյգանի ելույթներից մեկն էի լսում, դե ինքը սիրում էր անեկդոտներ նաև ելույթների ժամանակ, ասում է խորհրդային միությունում, ասում դուք գիտեք, որ 7 ընտանիքից մեկում մեքենա կա եւ 10 տարվա հերթ, հա, ասում ինչ որ մեկի շատ խիստ ստուգում են, որտեղից այդ գումարը եւ այլն։ Հիմա ինչ որ մեկի հերթն է ասել, որ պիտի գրանցվի, որ 10 տարի հետո պիտի մեքենա առնի։ Հիմա որտեղ որ գրանցվում է, ասում է, իսկ 10 տարի հետո ասում առավոտը պիտի վերցնեմ, թե ցերեկը։ Ասում 10 տարի հետո ինչ տարբերություն առավոտը, չէ, ասում ուղղակի այդ օրը առավոտը պիտի սանտեխնիկ գա։ Բայց իրականում այդպես է իհարկե։ Ու դեռ պաստի սանտեխնիկը կսարքի վնասված։ Դե, եթե Աֆոնյային հավատանք, կարող է չսարքեր։ Օրինակ ֆիլմի այդ դրամաբանությամբ։ Հիմա տեսեք, բայց մենք հա ես ընդունում եմ, ես միշտ պնդել եմ, որ մենք աշխարհի ամենալավ ազգն ենք։ Ուղղակի մենք այդ մասին երբեմն մոռանում ենք։ Ով պիտի հիշեցնի մեզ այդ մասին։ Ով պիտի հիշեցնի, որ այդ լավ ազգը մենակ կենացների մակարդակով չի լինում, այդ մենակ պատմությանը հետահայաց կամ մշակույթին հետահայաց նայելով չի լինում։ Դա ամենօրյա աշխատանք է։ Դա աշխատանք, լավ ազգ լինելը աշխատանք է։ Որը անում եմ ես, անում եմ դուք, անում եմ մեր, չգիտեմ, Մաքրուհին, անում եմ մեր ռեժիսորը, մյուսը բոլոր վարչապետից սկսած, մինչև չգիտեմ ով։ Այդ ամենօրյա աշխատանքի մասին մեզ ով պիտի հիշես։ Շատ լավ, ճիշտ հարց։ Ես կարծում եմ հիշեցնել նույնիսկ պետք չէ։ Պետք է երևի հասկացնել, ընդ որում օրինակներով, որ լավ ազգ լինել, լավ մարդ լինել, լավ մասնագետ լինել, առաջին հերթին քեզ է ձեռնտու։
դու շահում ես։ Շատ տարածված էր, որ միևնույն է հաղթելու է միշտ չարը, միևնույն է հաղթում է բռին, հաղթում է անգարագետը, ոչ։ Անգարագետը բռին պարտվում է, հաղթում է ուղեղը, եթե մենք հասկանում ենք ինչ է հաղթանակ եւ ինչ է պարտությունը, որտեղ Գիտեք, միգուցե դա նրանից է, որ մենք Թումանյանի հեքիաթները այնքան էլ լավ չենք հասկացել ու գնացել ենք Շարլ Պիերոյի ու Գրիմ եղբայրների ուղղությամբ։ Թումանյանի հեքիաթները շատ լավ աստիճան լավ չենք հասկացել։ Թումանյանի հեքիաթները միայն հեքիաթներ չէին։ Ընդհանրապես, երբ նայում ես Թումանյանի հոդվածները, որոնք գրվել են մոտավորապես նույն ժամանակաշրջանում եւ հեքիաթները, հասկանում ես, որ նրանք նույն բանի մասին են։ Այն ինչ որ հոդվածով չի հասել, փորձել է հեքիաթներով հասկացնել։ Բախտի հետևից գնալս որն է, բախտի կողքով անցնել չնկատելը որն է։ Դե բացարձակ ապեստ լինես։ Ճիկոսի մահը սկալը որն է։ Եղբայր եւ նման հազար ու մի բան։ Ես կարծում եմ, որ մենք ունենք լավ սովորություն, մենք ամեն ինչի մեջ շահ ենք ման գալիս, դրա մեջ վատ բան չկա։ Սա կա մեր մեջ, մենք փորձում ենք դա թաքցնել, իսկ երբ մի բան փորձում ես թաքցնել, նա ստանում է անճոռնի տեսք։ Պետք է թույլ տաս, որ նա չի, բայց դա պետք է ունենա առողջ բնույթ։ Իմ շահը չի կարող լինել իդեմ ձեզ։ Ես լավ ինձ կզգամ, եթե դուք ձեզ լավ կզգաք։ Եթե ես հարստանամ, իսկ 4 կողմը բոլորը աղքատանան, մի օր գլուխս կտրելու են։ Իմիջիայլոց, եթե վերադառնանք պատմությանը մի քիչ, երբ տեղի ունեցավ հոկտեմբերյան այդ հեղաշրջումը 17 թվականի անցյալ դարի Ռուսաստանում, սա սթափեցրեց բազմաթիվ երկրների մեծահարուստների, նրանք սկսեցին ավելի մեծ ուշադրություն դարձնել բանվոր դասակարգի պահանջներին 8 ժամանոց ուրեմն աշխատոր, արհմիություններ եւ այլն, հազար մի բան, որտեղ հասկացան ինչ ահավոր բանի կարող է դա բերել ընդհանուր քաղաքացիական պատերազմ, որը ամենահավոր բանն է։ 1793-ին այնքան էլ լավ չէին հասկացել, 17-ը լավ հիշացրեց էլ։ Հա։ Ֆրանսիական հեղափոխությունը Յակոբինյանները համատարած սկսեցին բուրժուազիային կոտորել։ Ընդհանրապես նույն պատմությունը։ Հեղափոխությունները ընդհանուր առմամբ նույն սցենարով են գտնում, իմիջիայլոց ով ասում է հեղափոխություն ենք անում, ես կունենք, ես ասում եմ ուրեմն հետևանքներին պիտի պատրաստ լինի։ Այո։ Որտեղ հեղափոխությունը բոլոր դեպքերում բռնություն է եւ բռնություն ոչ միայն ֆիզիկական, այլ նաեւ մարդու մտավոր կողմնորոշումների վրա։ Իդեպ հոկտեմբերյան հեղափոխության մասին որ հիշեցիք, ես էլ մի ուրիշ պատում հիշեցի, էլի կապված իմիջիայլոց հոկտեմբերյան հեղափոխության, բայց հիմնականում այդ մեր ընկալումների մասին է։ Ասում եմ 17 թվականի հոկտեմբերյան հեղափոխության ժամանակ դեկաբրիստի թորմոհին տանը նստած, այդ աղմուկ աղաղակ գրակոցներ, սպասողուն ուղարկում է, ասում է գնա տես ինչ է կատարվում այնտեղ։ Գալիս ասում է տիրուհի հեղափոխություն, ասում է ինչ են ուզում, ասում ուզում են որ հարուստներ չլինեն։ Ասում եմ տարօրինակ է, իմ պապը ուզում էր որ աղքատներ չլինեն։ Հիմա ես որ ասում եմ համակեցության խնդիրներ ունենք մենք եւ այլն, մենք այդ մեր մոտ արմատացած է, մենք հարուստներին չենք սիրում, մենք արդեն շատ երկար ժամանակ հարուստ մարդկանց չենք սիրում։ Բայց ես անձամբ պետքան չեմ խորանում, թե ինչի ես հարուստ չեմ։ Ես ուղղակի չեմ սիրում ձեզ, որովհետեւ դուք հարուստ եք։ Այ ուրեմն մի բան արել է, մի բան կերել է, մի բան լափել է, հեսա արել են արել։ Դու արդյունքում այդ մենք ունենք ներքին բան, խնդիրներ միմյանց հետ, որոնք խորթային բառով ասած դասակարգային են ինչ որ առումով, հա։ Եվ այդ խնդիրները ոչ մի կերպ չեն կարողանում կարգավորենք ու կառավարենք։ Էլի գալիս է որոշակի մտածողության հետևանքները, այդ հարուստներին չսիրելը նախ ամբողջ երկիրն էր կառուցված այդ սկզբունքի վրա, որ չսիրել հարուստներին, չնայած վերնախավը լավ էլ հարստանում էր։ Բայց հանուն արդարությամբ ասեմ, մեր հարուստներն էլ իրենց մարդու նման չեն պահել, էլի որ սիրելու բան լինեն։ Հիմա ասեմ, այո, ճիշտ եք ասում, բայց հետաքրքիր մի երևույթ կա։ Հարուստներին սիրում են, երբ որ հարուստները սկսում են ողորմություն բաժանել, հա։
Այլ սա մեր Տեր Աստվածն է, նա մեզ գալիս է փող տալիս, այդքան օգնում է։ Ստրկական վիճակը, աղքատի վիճակը հպարտանալու առիթ է։ Սա շատ վիրավորական է նորմալ մարդու համար։ Բայց կա իհարկե տարբերություն մեր հարուստների ու ասենք թե զարգացած երկրների հարուստների միջև։ Տարիներ առաջ ես Միացյալ Նահանգներում էի վերապատրաստման եւ այնտեղ բացատրում էին մեզ թե ինչպես պետք է աշխատել հարուստների հետ, որպեսզի իրենք մեկենաս դառնան։ Ասենք գիտեք, ամեն մի հարուստ նա հարստացել է հանրության շնորհիվ եւ նա ունի որոշակի պարտավորություններ, ներքին պարտավորություններ հանրության առջև, օգնել մշակույթին, օգնել կրթությանը, օգնել ծերերին, օգնել առողջապահությանը։ Հանրությունը տվել է նրան հնարավորություն հարստանալու։ Մեր պարագայում հանրությունը տվել է հնարավորություն իրեն կողոպտելու։ Սա մեծ տարբերություն է, դրա համար մեր մեծահարուստները ողորմություն են բաժանում։ Իմ մոտ եղել են դեպքեր, երբ ես տարիներ առաջ դիմել եմ մեծահարուստներին, ասել եմ թատրոնին որոշակի օժանդակություն։ Թատրոնին չենք տա, բայց քեզ կտանք, ասես ինձ պետք չի։ Ես ողորմություն չեմ խնդրում, ես երբեք հարուստ մարդ չեմ եղել, նորմալ դրամաբանական է, իմիջայլոց ասեմ ձեզ, որովհետև թատրոնին չեմ տա քեզ կտան, որովհետև դու այդ դեպքում իրեն պարտք ես մնում։ Թատրոնը պարտք չի մնում։ Այո։ Թատրոնը այն հանրության մի կարևոր մասն է, որին իրական մեծահարուստը զգում է, որ պարտավոր է օգնել։ Այս պարագայում շատ ճիշտ եք ասում։ Թատրոնի հանդեպ դա ողորմություն չի ստացում, իմ հանդեպ դա դառնում է ողորմություն։ Կախման կետա գտնում, այո, բռնելու տեղ։ Այո։ Ես կարծում եմ ոչինչ, սա էլ կողվի։ Սա էլ կողվի։ Մենք մի անգամ ասել եմ հաճույքով ձեր մոտ կկրկնեմ։ Հաճախակի խոսում են, մենք եվրոպացի ենք։ Մենք եվրոպացի ենք 400 տարի առաջ։ Մենք ճանապարհը պետք է մի քիչ ավելի շուտ անցնենք։ Չսպասենք 400 տարին լեռնանան նորգա, որտեղ այն ճանապարհը, որով մենք հիմա գնում ենք, շատ եւ շատ երկրներ անցել են։ Եղել են նման հարաբերություններ, եղել են այդ վայրի հարստացումներ, եւ այլն, պատերազմներ, իրար մորթել, 100 տարվա պատերազմներ, Ֆրանսիայի եւ Անգլիայի միջև եղել է ամեն ինչ։ Կրոնների միջև եղել է։ Ամեն ինչ եղել է, մենք ոչ մի բան չենք հնարում։ Պարզապես մեզ գուցե մենք ունենք մի հատկություն, որը այդքան էլ լավը չէ։ Մեզ թվում է, որ այն ինչ որ կատարվում է մեր հետ էքսկլյուզիվ է։ Աշխարհում էլ տեսակ բան չի եղել։ Ոչ մեկի մոտ չի եղել։ Ոչ մեկի կյանքում, ոչ մեկի եղել է, ամեն ինչ եղել է ու դեռ կլինի էլ ուրիշների մոտ։ Երբ որ դու հասկանում ես, որ դու ես մեծ աշխարհում ապրում ես որպես ընտանիքի մի մաս, եւ դու հանգիստ կարող ես օգտվել նաեւ այն փորձից, նույնիսկ բացասական փորձից, որ անցել են ուրիշ ժողովուրդները, եւ անպայման չի որ բոլոր ողբերգությունները բերես քո պատմության մեջ, կիրառես նոր հասկանաս, որ կարելի է նաեւ ուրիշ ձևով վարվել։ Ամփոփելով ուղղակի փիլիսոփայական ուղղությամբ տարավ, մենք երբեմն նաև ենթադրում եմ, որ սխալ ենք մեկնաբանում Սողոմոնը, իմաստ ունի սա էլ կանցնի, հիշում եք, ծանր իրավիճակում սա էլ կանցնի, որովհետև ես ամենայն դեպս համոզված եմ, որ եթե նստես դիվանին ու սպասես, որ դա կանցնի, չի անցնել, ուղղակի չի անցնել, մնալու է, այսինքն դու ես մնալու այդտեղ չանցնողի մեջ, պետք է այդքանը հասկանալ։ Շատ ճիշտ է, բերեմ մի օրինակ, ժամանակը գնացքի եւ պետք է զգալ եւ դու կարող ես բողոքել գնացքի արագությունից, շատ արագ է գնում, դու չես հասցնում նայել պատուհանից դուրս ինչ է կատարում, դու այս կանգառում ուզում ես իջնել, ջուր խմել եւ այլն եւ այլն։ Միայն դու կուշանաս, գնացքի կանգ չի առնի։ Դու հետ կմնաս ժամանակից եւ կարծում եմ շահել են այն ժողովուրդները, այն հասարակությունները, որոնք շատ լավ զգացել են ժամանակը։ Այն ինչ որ
գուցե արժեք էր ներկայացնում 30, 40, 100 տարի առաջ, այսօր փոխել է իր իմաստը։ Եվ այդտեղ վատ բան չկա։ Կյանքը այդպես է, կյանքը փոփոխական է։ Նայեք, ինչքան անհետաքրքիր է մարդը, որը չի փոխվում։ Գալիս ասում ես 20 տարի առաջ էլ է այսպես, 30 տարի առաջ էլ, 50 տարի, բայց կյանքը քեզ ինչի է տված։ Նույն ձևով ժողովուրդն է անհետաքրքիր, եթե նա չի փոխվում։ Եթե նա չի զարգանում։ Չերչիլն ասում էր սկզբունքները չփոխելը ժամանակի ընթացքում հիմարություն նշում է։ Չերչիլը ասում։ Ես կարծում եմ սկզբունքների մասին չգիտեմ միգուցե եւ հա։ Այո, բայց կարծիք չփոխելը իսկապես հիմարություն է։ Եվ այս տեսակետից եթե թույլ տաք անեմ համեմատություն արմատների եւ տերևների հետ։ Տերևները փոխվում են ամեն տարի, արմատները մնում են։ Այս լավատեսական նոտայով ավարտենք, շնորհակալություն զրույցի համար, հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցն էր ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն երկուշաբթի օրը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։